գողերը մի հոգու մեքենա գողանում են։ Եվ մի քանի ժամանակ հետո, երբ որ այդ մարդիկ արդեն ոստիկանությանը հայտնում են, որ մեր մեքենան գողացել են, սա պատմություն է ուղղակի, սա պատմություն է։ Գալիս են, երբ որ տուն են վերադառնում, տեսնում են այդ մեքենան տեղը կանգնացրած է, չոտկերի տակ երկու հատ կինոյի տոմս է։ Այդ մեքենայի այդ ապակիներով մաքրում է։ Կինոյի տոմս է դրված, այս ներողություն, որովհետև մենք սխալմամբ ձեր մեքենան ենք գողացել։ Եվ այս մարդիկ ուրախ գնում են այդ հայտարարությունը, որ տվել են ոստիկանությանը, հետ են վերցնում, որ մեր մեքենան բերել են, կանգնացրել, մի բան էլ ներողություն են խնդրել եւ կինոյի տոմսեր են նվիրել։ Հաջորդ շաբաթ, երբ որ գնում են այդ կինո, այդ ֆիլմը դիտելու, գալիս են տուն, տեսնում են տունը թալանած է։ Նույն գողերը խորամանկությունով կտրել են այդ մարդկանց իրանց տնին, որպեսզի այդ մարդկանց տունը թալանեն, այսօր հակառակորդը աշխարհի զբաղմունքներով զբաղացնում է, որ մեր ներքնաշխարհը թալանի, ձեռնունայն թողի, եւ մենք մի օր ուզում ենք ոտի կանգնենք, տեսնում ենք ուժ չկա Սամսոնի պես։